Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցել քննարկում գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի գերակայություններին։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի ու Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։ Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման փողերի լվացման գործով։ Դատախազությունը Ղարիբաշվիլու հետ կնքել է մեղքի խոստովանության համաձայնագիր, որի համաձայն նախկին վարչապետը 5 տարվա ազատազրկումից բացի տուգանվել է 1 միլիոն լարիով։ Իրանի արտգործնախարարություն են կանչվել Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի դեսպանները։ Նրանց ներկայացվել է ցույցերի ընթացքում իրականացված բռնությունների տեսանյութեր ու պահանջվել է հետ վերցնել բողոքի ցույցերին աջակցող հայտարարությունները։